Ողջույն հարգելի հետևորդներ, կրկին Economics-ն եմ։ Այսօր խոսելու ենք մի քաղցր թեմայի մասին։ Տնտեսագիտության մեջ կամ տնտեսության մեջ նաև քաղցր թեմաներ են լինում, այդ թեմաներից մեկն է անշուշտ շոկոլադի արտադրությունն է կամ հրուշակեղենի արտադրությունն է։ Հայաստանում այն բավականին տարածում ունեցած ոլորտներից մեկը կարող ենք ասել, չնայած այնուամենայնիվ շատ անելիքներ ունենք դեռ այս ոլորտում, եւ կարծում եմ նաև Հայաստանը կարող է այդ հնարավորությունը ունի նոր որակի, նոր տեսակի պրոդուկտով ի հայտ գա շուկայում եւ նաև իր այցեկարտը դառնա նաև շոկոլադը, ինչպես օրինակ Շվեյցարիայի կամ Բելգիայի պարագայում շոկոլադը իրենց այցեկարտ են, Հայաստանի պարագայում եւս կարող է դառնալ իր այցեկարտներից մեկը շոկոլադ։ Եվ այս թեմայով խոսելու ենք Velar Group-ի հիմնադիր տնօրեն պարոն Արշավիր Մինասարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Մի ուղում ես տնօրեն եմ։ Այո, ընկերությունը ունի հիմնադիր, ես տնօրեն եմ գործարանի։ Շատ լավ։ Արշավիր ջան, նախ կցանկանայի, որ դուք ներկայացնեք Velar Group-ի ստեղծման գաղափարը, ինչու այդ ընկերությունը ստեղծվեց եւ ինչ փիլիսոփայություն եք տեսնում այդ ընկերության հիմքում։ Ընկերությունը ստեղծվեց 2021 թվականին, այսինքն մենք ունենք արդեն 5 տարվա պատմություն եւ հիմնադիր բաժնետերերը տրամաբանությունը, որը դրել էին գործարանի բացմեն, Հայաստանում ունենալ տարածաշրջանի եւ երբ մենք խոսում ենք տարածաշրջանի, մենք չենք խոսում միայն Անդրկովկասի մասին, այլ Եվրոպա եւ ավելի մեծ աշխարհագրության մասին, հրուշակեղենի եւ շոկոլադի հսկայական գործարան։ Այդ մեկ, երկրորդը իհարկե խթանելու տնտեսությունը, որտեղ կա խորը համոզմունք եւ հավատանք, որ արդյունաբերությունը, թեթև արդյունաբերություն, սնունդի արդյունաբերություն, դրանք հիմնական դժոխներն են տնտեսության, մակրոտնտեսական ցուցանիշների, եւ ստեղծել աշխատուժ, գեներացնել նոր աշխատաշուկայում լինել դրայվեր եւ գրավել պրոֆեսիոնալ մասնագետների այդ ոլորտում, սնունդի թեթև արդյունաբերության ոլորտում։ Արշավիր, այս բիզնեսի ստեղծումը Հայաստանում ինչ այսպես տրամաբանություն հիմքեր ունի, այսինքն ինչը հաշվի են առնել, որ ստեղծել են, այսինքն մենք ունենք այդպիսի մրցակցային առավելություններ, որ հենց այստեղ ստեղծվեց այդ գործարանը։ Շատ լավ հարց է։ Այդ հարցին ինձ այդ հարցը շատ են տալիս, իմ կարծիքով այդ հարցը ունի երկու պատասխան, մեկը ռացիոնալ, մեկը իռացիոնալ։ Ես կսկսեմ իռացիոնալ պատասխանից։ Իմ կարծիքով հայ գործարարների եւ բիզնեսմենների գերակշիռ մեծամասնությունը շատ դեպքերում որոշում եփոկայացնում են ներդրում անելու Հայաստանում, առաջի բիզնես հայացքից դա իռացիոնալ որոշում է։ Բայց դա էմոցիոնալ է։ Դա անել ներդրում իրանց սիրած հայրենիքում եւ անել դա իրանց տնտեսության, իրանց հայրենիքի համար։ Այսինքն հիմնադիրները հայեր են ազգության, եւ իրենք այս ոլորտի հետ կապ ունեցել են։ Ոչ։ Չեն ունեցել։ Բայց եղել է, եկեք այսպես կոչենք, մանկության երազանք ունենալու շոկոլադի գործարան։ Ինքը սպეციფიկ ոլորտ է եւ շատ հետաքրքիր։ Ես ինքս եմ սկսել ինձ համար դա հայտնաբերել, գալիս եմ սննդի արդյունաբերությունից, բայց ոչ շոկոլադի եւ հրուշակեղենի, ավելի շատ եղել եմ ջրային պրոդուկտների ստեղծման ոլորտում։ Դա իռացիոնալ կտոր է, այսինքն հայրենիքի հետ էմոցիոնալ կապը եւ ստեղծելու հայրենիքի համար։ Ռացիոնալ կապը, որը բիզնես հետեւյալն է, ուրեմն իհարկե Հայաստանի Եվրազես, այո, ավելի ճիշտ կլինի ասել ԵԱՏՄ-ի մաս լինելու եւ 2022 թվականից հետո կոնյունկտուրան շուկայի բավականին փոխվեց, այսինքն ԵԱՏՄ շուկան բավականին մեծ հնարավորությունների դաշտ է ստեղծում այս պահին մեր համար, որտեղ մեծ անունները հենց շոկոլադի եւ հրուշակեղենի սկսել են դուրս գալ, խնդիրներ են առաջացել հումքի ձեռբերման գոյություն ունեցող գործարանների համար եւ դա բավականին մեծ հնարավորությունների դաշտ է ստեղծում։ Եվ Հայաստանում անելով ներդրում, որտեղ որ դեռ համատաբար աշխատուժ էինք մրցունակ, համատաբար ավելի էժան է, քան օրինակ Վոստոչնի Եվրոպայի շուկաներում, նույն ԵԱՏՄ շուկայի երկրներում,
ինքը ուներ տրամաբանություն եւ երրորդ տրամաբանական եւ պրագմատիկ սեգմենտում իհարկե պետության աջակցությունն էր, որը ես պետք է ազնվորեն ասեմ, մենք միշտ զգում ենք մեր վրա։ Գործարանի հիմնադրման գործընթացը դեռ ամբողջությամբ չի ավարտվել, այսինքն դուք դեռևս process-ների ընթացքի մեջ եք, կցանկանայի նաև դրա մասին խոսել, այսինքն երբ եք նախատեսում առաջին արտադրանքը տակ եւ այս ընթացքում ինչ աշխատանքներ եք արել կազմակերպական առումով։ Հսկայական գործ է գլարված։ Ես մի փոքր պատմեմ նաև գործարանի մասին։ Ես վստահորեն կարող եմ ասել, որ մենք կառուցում ենք եւ արդեն կառուցել ենք, то есть շինարարական ոչ մի աշխատանք պրակտիկորեն չի կատարվում այս բան գործարանում, կառուցել ենք Հայաստանում Եվրասիա մայրցամաքի խոշորագույն գործարաններից մեկը։ Դուք պատկերացրեք ինչ գեոգրաֆիայից ենք մենք խոսում։ Իհարկե մենք չենք խոսում որպես ընկերություն, շատ մեծ անուններ եւ հին խաղացողներ կան շուկայում, Mars, Nestle եւ այլն, Mondelez, բայց իրենցից ոչ մեկը չունի նման մասշտաբի գործարան, որպես մեկ միավոր գործարան, ինքը շատ մեծ է։ Շինարարական աշխատանքները, ինչպես նշեցի, ավարտվել են, այս պահին հոսքագծերի մասով տեղադրված են արդեն 80%-ից ավել հոսքագծերը։ Սարքավորումները որտեղից են հիմնականում։ Երբ որ գալիս եմ մեր մոտ ուղերի, ես սիրում եմ նախ ընդունելու հյուրեր եւ շրջացել կատարել հենց արտադրությունը մեր պայստային տարածքներ, արտադրական տարածքները ցավոք դեռ կանգնած հոսքագծեր, բայց շատ շուտով իրանք կարողանալ են տեսնել աշխատող հոսքագծեր։ Բոլորը եւ այդ տուրերի ժամանակ ես միշտ նշում եմ, որ այնինչ որ դուք տեսնում եք, դա շոկոլադի հյուրաշագեղենի ոլորտի Rolls-Royce կամ Maybach-ն է։ Լավագույն հոսքագծերն են եվրոպական երկրներից ձեռբերված, հիմնականում ձեռբերումները կատարվել են Դանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից եւ մի մասը նաեւ Իտալիա եւ այլ եվրոպական այլ երկրներ։ Հիմա դուք առաջին պրոդուկտը նախատեսում եք տալ ինչ ժամկետներում, երբ կարող ենք ձեր առաջին ապրանքը փորձել։ Հաշվի առնելով պրոյեկտի մասշտաբը, ես ինքս միացել եմ ընկերությանը 2024 թվականի մարտ ամսից, օվկիանոս եմ կտրել, միայն թե լինելու մաս նման հետաքրքիր ու մեծ նախագծի, որը իմ հայրենիքում էր, մինչև դա ես այլ երկրում էի ապրում, եւ երբ որ միացա պրոյեկտին, առաջի բանը, որ թեմի հետ մենք որոշեցինք, որ նման մեծ նախագիծը միանգամից զապուսկանելը բավականին մեծ ռիսկեր է պարունակում, հա, եւ բաժանեցինք դա ֆազաների։ Այս պայն ունենք 4 գործարկման ֆազա, երբ մենք խոսում ենք այս տարվա գործարկումից, խոսում ենք առաջի ֆազայի։ Եվ իհարկե առաջի ֆազայի հետ զապուսկ է լինելու կամ ներգրավվելու են հիմնականում ամբողջ ինֆրաստրուկտուրան գործարանի եւ այն հոսքագծերի խմբերը, որոնք որ հենց այդ ֆազայի մաս են կազմում, եւ ունենալու ենք առաջին մեր կոմերցիոն պրոդուկտը շուկայի համար պատրաստ, հուսով եմ սեպտեմբերի սկզբին արդեն։ Եվ հետո յուրաքանչյուր 6-ից 8 ամիսը մեկ գործարկվելու է նոր հոսքագիծ եւ նոր պրոդուկտներ, ապրանքներ են դուրս գալու շուկա։ Մոտավորապես որքան ներդրումներ եք նախատեսում, պլանավորում։ Մինչև այժմ ներդրումների ծավալը 125-ից 130 միլիոն եվրոյի, դա աննորմալ հայկական տնտեսության, Հայաստանի տնտեսության համար դա շատ մեծ կհամաձայնվեք ծավալ է։ Մինչև այժմ 125 միլիոնի արված է եւ մենք ակնկալում ենք, որ մոտավորապես դեռ 25 միլիոն ներդրում կատարվելու է, որ ամբողջ գործարանը գործարկվի։ Ձեր պրոդուկտների տեսականին, հա, այսպես ասած, կարծում դեռևս վերջնական չէ, այնուամենայնիվ պետք է հասկանանք դուք որ շուկայի համար եք ձեր ապրանքը արտադրում, շուրջ 3 միլիոն շուկան ձեզ համար շատ փոքր է, նույնիսկ ԵԱՏՄ շուկան ձեր մասշտաբների դեպքում կարող է փոքր լինել, ինչպես եք պատկերացնում դրա իրացումը։ Շատ լավ հարց է։ Իմ կարծիքով ես մի քիչ առաջ նշեցի, որ երբ որ խոսում էի հնարավորություններից եւ այն տրամաբանությունը, որը դրված է գործարանի բացման հենց Հայաստանում, մենք մի քանի աշխարհագրություն կա, որի վրա մենք ուշադրություն ենք դարձնում։ Դուք ճիշտ նշեցիք, գործարանը չի բացվելու
միայն հայկական շուկայի տրամաբանության մեջ, то есть մենք շատ մեծ ենք եւ միայն Հայաստանի համար նման գործարան բացելը ինքը բիզնես տեսակետից տրամաբանական չի։ То есть հետեւաբար հետևությունը, որը մենք անում ենք, հիմնական արտադրությունը ինքը գնալու է դեպի արտահանում։ Շուկաները ԵԱՏՄ են, անկասկած, ինքը շատ մեծ շուկա է, մենք խոսում ենք մոտավորապես 650-ից 700 միլիոն եվրոյի, ներողություն, եվրոյի միջակայքում ընկած շոկոլադի շուկա, միայն ԵԱՏՄ։ Երկրորդ շուկան, որը որ ու իմիջիալուց ասեմ, նույնիսկ չբացված, մենք արդեն ստացել ենք բազում առաջարկներ համագործակցության եւ թե խոշոր ցանցերը, թե գործարարները, որոնք ունենք ԵԱՏՄ ցանցեր, հա։ Այո, եւ ոչ միայն Եվրոմիությունից էլ նաեւ, որոնք որ շոկոլադի եւ ֆրուշակեղենի ոլորտում են, արդեն մեզ մոտենում են, գտնում են եւ սպասում են մեր ապրանքի։ Առաջինը ԵԱՏՄ, երկրորդը դա լինելու է Middle East, այսինքն միջին արևելքի եկե, որը նորից ֆենոմենալ մեծ շուկա է, չնայած բնակչությամբ ավելի փոքր ԵԱՏՄ երկրներից, 10 անգամից ավել քիչ բնակչությամբ, բայց եթե այնտեղ մենք խոսում ենք 600-ից 700 միլիոն դոլարի շուկայի մասին, միջին արևելքը ապահովում է 1.2 միլիարդի շոկոլադի շուկա։ Իհարկե դրա մեջ կա մի փոքր մաս, որը գնում է Աֆրիկա, օրինակ Դուբայի տարբերակում, բայց միևնույնն է, իր հիմնական զանգվածը մնում է գնողունակ շուկա է։ Այո, շոկոլադի համար, այո։ Եվ իրանք էլ են սպասում են մեր ապրանքի, արդեն սկսված են նախնական բանակցությունները, եւ երրորդը իհարկե լինելու մեզ մոտիկ եւ շատ արագ մեր համար պետության համար զարգացող շուկա դա Եվրամիության շուկան է։ Եվրամիությունը ի տարբերություն նախորդ նշված երկու շուկաների ունի առանձնահատկություն, որ կան վաղուց արդեն հիմնադրված բրենդեր։ Այսինքն մրցակցությունը չի լինելու նույնը ինչ որ մենք համեմատաբար ավելի թեթև ունենալու ենք ԵԱՏՄ կամ միջին արևելքում, բայց միևնույնն է մեր ներկայությունը լինելու է Եվրոպայում, ինչու, որովհետև ապրանքը, որը մենք դուրս է գալու մեր հոսքագծերից, լինելու է բարձր որակի շոկոլադ։ То есть մենք խաղալու ենք, եթե կարելի է տերմինը օգտագործել, միջին եւ բարձր սեգմենտի որակի շոկոլադի եւ շաքերնի ապրանքների մեջ եւ 4-րդ ֆազայում արդեն Հյուսիսային Ամերիկան, то есть Միացյալ Նահանգներ եւ Կանադան, որը բավականին այդ շոկոլադի բիզնեսի մեջ թեր զարգացած է, բայց նոր շատ արագ աճող շուկա է։ Հետաքրքիր, իսկ բիզնեսի ստեղծման ժամանակ դուք անշուշտ հաշվի եք առել նաեւ լոգիստիկայի հետ կապված հարցերը, հումքի ձեռքբերման հետ կապված խնդիրները, ինչպես եք դրանք լուծում դուք կամ արդեն ինչ-որ տարբերակներ ունեք մշակած։ Այո, իհարկե։ Այսինքն մենք հիմա մայիսի կեսերին ենք եւ եթե ես ասում եմ, որ արտադրությունը առաջի ապրանքը տա լինելու է մեր սեպտեմբերին, նշանակում է, որ արդեն հումքի ձեռքբերման եւ լոգիստիկ անգլերեն տերմին պիտի ստիպացնեմ, որը ես չեմ սիրում այդքան, բայց կօգտագործեմ supply chain-ը ապահովված է, մատակարարման շղթաները ապահովված են։ Ուրեմն, տեսեք, քանի որ մենք խոսում ենք մեծ մասշտաբների մասին արտադրական, ինքը մեզ հնարավորություն է տալիս ունենալու բավականին լծակներ, բանակցային լծակներ հումքի մատակարարների հետ, որը մենք անվանում ենք economy of scale, մասշտաբի էֆեկտ, եւ բանակցությունները վարում են ինչպես իմիջիալ շոկոլադի բիզնեսում այդքան շատ չեն հումքի մատակարարներ, то есть կան 3 հիմնական հումքի եվրոպական եւ ամերիկյան ընկերություններ, մատակարարներ, որոնք որ ձեռք են բերում ֆերմերներից Աֆրիկայում, թե Հարավային Ամերիկայում, թե Վիետնամում կակաոն վերամշակում են եւ արդեն վերամշակված տեսքով վաճառում մեր պես ընկերություններին։ То есть մենք առաջի փուլում իհարկե դիտարկում ենք համագործակցություն այդ խոշոր ընկերությունների հետ եւ միջազգային նշենք կակաոն դա բորսային ապրանք է, то есть ինքը commodity է եւ իր գինը միշտ բորսային գնով, այո, նավթի գազի նման այսպես տատանվում է գները։ Դա մեկ եւ երկրորդ միջին ժապգետում եւ երկարաժամկետ մեր մասշտաբները մեզ թույլ են տալիս ուղիղ համագործակցել ֆերմերների եւ կակաո արտադրող ընկերությունների եւ ֆերմաների հետ, այո, բուկվալնը 2 շաբաթ առաջ ես եղել եմ Գանայում, Գանան տալիս է աշխարհի լավագույն իմ գնահատմամբ կակաոն, մոտավորապես ապահովում է համաշխարհային շուկայի 30-ից 35
տոկոսը հանդիպել է ֆերմերների հետ, հենց Ակրայի իրենց մայրաքաղաքի հյուսիսում գտնվող վերամշակող ընկերությունների հետ եւ Գաննայում դա վերահսկվող պետության կողմից վերահսկվող ամբողջությամբ շուկան մի խոսքով այսքան պետությունա թույլ տալի արտահանումների մուծումը, ճիշտ հասկացա։ նու արտահանումը այո դա պետության կողմից, այսինքն նաեւ երաշխավորումը ֆերմերներից ամբողջ գնումը այն բերքահավաքի, այո, բերքահավաքի եւ դրա միջոցով նաեւ ռեգուլեյտ անում գինը։ Դա ինչ վերաբերում է հումքի մասին, նաեւ հարցի երկրորդ մասը լոգիստիկան։ Լոգիստիկան իմ կարծիքով մեր ընկերությունը թե դրական թե բացական իր կողմերով ոչինչով չի տարբերվելու մնացած խոշոր արտոնաբերողներից Հայաստանում, հա, որոնք որ զբաղվում են հումքի ներկրումով, վերամշակումով, պատրաստի արտադրանքի ստացումով եւ արտահանումով։ Ես ինքս պոզիտիվ եմ նայում, ինքս չեմ տեսնում մեծ խնդիրներ, ես ակնհայտ տեսնում եմ պետության աշխատանքը հետ ուղղությամբ, թեկուզ նույն մեր հարևան Թուրքիայի հետ բանակցությունների եւ սահմանի բացման, որը ես ինքս շատ եմ սպասում ու հուսով եմ, որ դա կստացվի, որտեղ դա այլընտրանքային, այսպես իհարկե դեպի եվրոպական շուկաներ, միջին արևելք արտահանումը եւ նաեւ հումքի եւ աֆրիկյան երկրներից հումքի ներկրումը բավականին դժտացնելու է, եւ երկրորդը բն ինքնարժեքն է նվազեցնելու։ Հայաստան ներկրվող հումքի ինքնարժեքի ու նայած մասշտաբներից 0.2-ից 0.6% դա տրանսպորտային ծախսերն է։ То есть, եթե կլորացնենք, խոսանք 1%-ի մասին, հա, որը որ իմ գնահատմամբ այդքան փոքր չի։ Հասկանալի։ Իսկ տեղական հումք օգտագործելու եք ձեր արտադրության մեջ։ Այո։ Ուրեմն ընկերությունների խումբը շուտով ձեր մոտ հերթեր է գոյանալու, գյուղացիական տնտեսությունները գալու են։ Ես հույս ունեմ, որ դա կլինի եւ մենք կարողանանք հավելյալ արդյունք ստեղծել Հայաստանի պետության համար, գյուղատնտեսության համար, դա իմ մեծ հույսն է, ոչ միայն դա լինի օգնություն, ասենք չգիտեմ, աֆրիկյան երկրների համար, ամառաջի հերթին մենք հայենք Հայաստանի համար։ Ուրեմն ինչ վերաբերում է ձեռբերումը ներքին շուկայից, այո, ձեռք են բերվելու եւ ինչ է ուզում նշել։ Ընկերությունների խումբը GN Holding է կոչվում, որը սեփականատեր է, մենք մաս ենք կազմում այդ ընկերությունների խմբի, նաեւ խմբի մեջ են գտնվում հենց ընկերություններ, որոնք որ զբաղվում են չոր մթերքների արտադրությամբ եւ անկասկած լինելու են ձեռբերումներ ներքին շուկայից, փաթեթավորումն է լինելու երկրորդ կտորը, որը ես կարող եմ մտաբերել հայկական շուկայից եւ հայ բիզնեսմենների հետ ենք համագործակցումը սկսել։ Երրորդ խումբը դա սերվիսները, մեր ծախսային հոդվածներում գերակշիռ մասը սերվիսային ծառայությունների մատուցման մեր ընկերությանը դա հայկական ռեզիդենտ ընկերություններ են եւ տրանսպորտային իհարկե ընկերությունները, լոգիստիկ նորից լինելու են հայկական ընկերությունները։ Այո, ձեր գործարանը իրոք կարող է բավականին լուրջ, այսպես մուլտիպլիկատիվ էֆեկտ թողել տնտեսության վրա, այսինքն գյուղատնտեսությունից մինչև ծառայության ոլորտ կարող է իր ազդեցությունը ունենալ միանշանակ։ Այս ընթացքում նաև շատ կարևոր է ունենալ որակյալ կադրեր, որոնք կարողանան այդ ամենը աշխատացնել անխափան, անդադար, ինչպես եք այդ խնդիրը դուք լուծել։ Դա էլ է հարցերից մեկը, որ բավականին շատ են տալու, կա տրամաբանություն ինչ են հարցնում, որտեղ երբ գալիս տեսնում են գործարանի նման մասշտաբը, առաջի հարցը գալիս է, իսկ ինչքան աշխատող եք ունենալու։ Այս պահին մենք ունենք 110-ից 120 հիմնական եւ ոչ հիմնական աշխատակից եւ էքսպոնենցիալ աճում է, то есть մենք երբ որ գործարանը ամբողջությամբ գործարկվի, մենք ակնկալում ենք, որ ունենալու ենք շուրջ 2000-ից ավել, մինչև 2500 աշխատակից եւ դա կատակ բան չի։ Այսինքն դա Հայաստանի մասշտաբներով գյուղ է, հա, մի գյուղի չափ բնակչությամբ գործարան է լինելու։ Մի քանի ուղղություն կա։ Իդեպ գործարանի վայրը նշեք նաև, որ մեզ հետևորդների Նախ հա, ինքը գտնվում է Երևանում, մեր Երևանի հարավում, Էրեբունի վարչական շրջանում, կարող է այդպես իմանալ, Տեցի կրուկ կոչեցյալ այդ վայրում, ամենավերջում այդ տարածքի մեր գործարանն է։ Շատ մեծ ոչ մեկ չի սպասում, հա, որ այդ ամբողջ ճանապարհի վերջում է Տեցի կրուկ կոչեցյալ, վերջում տեսնելու նման գեղեցիկ ու մեծ գործարան, մենք ընդեղ ենք։ Մենք ընդեղ ենք, ուրեմն մի քանի ուղղություն կա։ Մենք նախ ընկերության ներսում մենք հավատում ենք, որ հաջողության գաղտնիք ու ես դա
ոչ միայն ասում եմ, որովհետև դա մոդայիկ է, ոչ։ Ես ինքս դրան խորը հավատում եմ եւ խորը հավատում է նաեւ թիմը։ Դա հոսքագծերը չեն։ Առանց մարդու այնտեղ լինելու է քամուձայն եւ վերջ։ Մարդիկ են բերում կյանք։ Նամանավանդ շոկոլադի եւ հրուշակեղենի գործարանում մենք սիրում ենք դա ասել, երջանկության մենք բաժանելու ենք եւ բաժանելու ենք երջանկություն Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում։ Եվ մարդը մեր ամենամեծ կապիտալն է։ Մենք դրան հավատում ենք։ Ու դրան մեծ ուշադրություն ենք դարձնում։ Մի քանի ուղղությամբ ենք աշխատում։ Առաջին աշխատում ենք ուսումնական հաստատությունների հետ։ Օրինակ Ագրարային համալսարանի հետ է համագործակցությունը։ Գնում մասնակցում ենք իրանց դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը, տեսնում ենք ուսանողների, երեխաների, որոնք որ աչքի են ընկնում եւ որոշակի առողջություն ունեն հրուշակեղենի տեխնոլոգիական արտադրությանը, այնտեղից ենք ընտրում։ Մի բան ասեմ, որ դուք կզարմանաք, Հայաստանի շոկոլադի եւ հրուշակեղենի շուկան բավականին մեծ է։ Բոլոր խաղացողների մեզ չներառած, մեզ հանում ենք, հա, դեռ բոլորի շրջանառությունը 2024 թվականին կազմել է շուրջ 95 միլիոն եվրո։ Բավականին։ Դա մեծ թիվ է։ Ներդրումը հայկական շուկայում մինչ օրս արված մնացած խաղացողների գնահատված է մոտարապես 135-ից 140 միլիոն եվրո, որը իհարկե ներառում է նաև շարժական working capital, այսինքն ներդրումը հումք եւ պատրաստի շրջանառու միջոցները։ Եթե ես դա հանեմ, մենք մոտարապես 100-ից 110 միլիոն ներդրում արդեն առանց մեզ արված ունենք Հայաստանի տնտեսության մեջ։ Մեզ եթե գումարենք, մենք խոսում ենք շուրջ 300 միլիոն եվրոյի ներդրման մասին, դա ֆենոմենալ մեծ թիվ է նման փոքր պետության համար եւ փոքր բնակչությամբ եւ ես դեռ նաեւ կուզենայի նշել դա то есть նաեւ շնորհակալություն է մնացած այլ որ իրանք ստեղծել են բազա բավականին լավ բազա կա ես իրանք չեմ ուզում մրցակից խուսափում եմ մրցակից տերմինը օգտագործել բայց շուկան հրուշակեղենի եւ շոկոլադի ինքը կա Հայաստանում կա то есть նաեւ հեշտացնում է մեր համար աշխատանքի վերցնելը մեր ընկերություն։ Երրորդը մենք բավականին մեծ ներդրումներ ենք անում մարդկային կապիտալի մեջ, ինչ իմաստով։ Ուղարկում ենք մարդկանց վերապատրաստման։ Վերցրել են կոնտրակտային հիմնունքների վրա լավագույն աշխարհի լավագույն մասնագետներից մեկին, որ մարդկանց, որոնք որ աշխատում են օրինակ այնպիսի ընկերությունների հետ, որոնք որ Ferrero Rocher, հա, պատրաստ իրանց տեխնոլոգներ են եղել եւ այլն, եւ այն մարդկանցում վերցնում ենք աշխատանքի, իրանց մոտ վերապատրաստում են անցնում երևի հիմնական ուղղությունները դրանք են, նաև մի բան էլ նշեմ, ակտիվ աշխատում ենք համայնքի հետ, երբ որ ասում ենք համայնք, մենք ամեն դեպքում ընկերություն համայնքի մաս է, Երևանու համայնքի, հենց թաղապետի հետ ենք աշխատում այդ ուղղությամբ եւ փորձում ենք այն վականսիաները, որոնք հնարավորություն են տալիս զբաղացնելու համայնքի ներկայացուցիչների կողմից անկասկած ներառականություն ապահովում ենք։ Ուզում եմ ասել, որ այս մինչ օրս խնդիր չենք ունեցել, կարողացել ենք ներգրավել եւ սպეციფიկ մասնագիտական եւ ոչ սպეციფიկ դելիքներով օժտված մասնագետների, որոնք որ չգիտեմ ունեք մեխանիկ ինժեներներ եւ այլն հուսով եմ այդ տեմպը պես է կշարունակվի։ Արշավիր, իսկ ձեր պրոդուկտը անշուշտ պետք է տեխնոլոգները մշակեն։ Ձեր պրոդուկտի առանձնահատկությունը ո՞րն է լինելու շուկայում։ Դուք ինչպես ներքին շուկայում, այնպես էլ դրսի շուկայում, այսինքն դա եւս խնդիր է, որովհետեւ բազմաթիվ սննդ արտադրողներ հենց բողոքում են դրանից, որ մենք չունենք համապատասխան տեխնոլոգիաներ, որոնք կարող են տալ ունիկալ պրոդուկտ։ Հիմա դուք այդ խնդիրը ինչպես եք լուծել։ Հետաքրքիր հարց է։ Ուրեմն տեսեք, Հայաստանից որևիցե բան արտահանելը, որ արտադրված է Հայաստանում, դա հեշտ բան չէ։ Յուրաքանչյուր արտադրող, որը հիմա Հայաստանում արտադրում է ապրանք եւ արտահանում է, ինքը հերոս է, որովհետեւ դա հեշտ չէ։ Մի քանի պատճառներով, իմ կարծիքով չեմ ուզում այդ կողմը գնալ, սկսած լոգիստիկայից եւ այլն, հաշվի առնելով, որ պետություն որպես մեր ապրանքները դեռ այդքան հայտնի չեն, հա, դրսի շուկաներում, նույն եվրոպական, նույն ԵԱՏՄ-ն, հազար մենք կարող ենք մտածենք, որ մեզ պետք է ճանաչեին, բայց չէ։ Եվ հետեւաբար, որպեսզի դու կարողանաս լինել մրցունակ, դու պետք է տարբերվող լինես։ Եվ իմ ղեկավարը դա միշտ սիրում է ասել ու ես դա
ես սկսել եմ ինքս դա կրկնել, դա անգլերեն է իհարկե հնչում եւ դա Burger King-ի մոտոն է, որ ասում է taste is the king, համը թագավոր է։ Եվ մենք որթեգրել ենք այդ մոտեցումը, յուրաքանչյուր product, որը մենք ստեղծում ենք մեր լաբորատորիաներում, իսկ լաբորատորիան իմիջիալոց ես կանդրադառնամ շարունակեմ իմ հարցը, մենք կառուցում ենք ռեգիոնում իր նմանակը չունեցող շոկոլադի եւ հրուշակեղի ստեղծման R&D կենտրոն, որը նորից օգնելու է մեզ ստեղծել կադրեր։ Այո, միանշանակ։ Լինելու է կադրերի պատրաստման այսպիսի դպրոց, որը հագեցած է լինելու եւ արդեն հագեցած է հոսքագծերով, փոքր մասշտաբի, նույն հոսքագիծը ինչ որ կարելի է տեսնել արտադրությունում, նույնը փոքր մասշտաբի դրվելու են այդ շենքերում եւ թմակիցները, աշխատակիցները իրանք ստեղծելու են ապագայի ապրանքները։ Մենք առաջինը զինել ենք մեր գործարանը այդ կենտրոնով, երկրորդը աշխատում ենք մասնագետների հետ աշխարհից, մի քիչ առաջ ես նշեցի, որ ուղղակի չեմ կարող բացահայտել անուններ եւ այլն, բայց իրենք լավագույններից մեկն են, ովքեր մեր տեխնոլոգներին, իսկ մենք ունենք բավականին լավ տեխնոլոգների թիմ ընկերության ներսում, օգնում են ստեղծելու մեր ապագայի ապրանքները, որոնք որ լավագույնն են լինելու, այլապես հայկական շոկոլադը եւ հրուշակեղենը դուրսը դժվար է լինելու վաճառել։ Իսկ մեր գործարանի տրամաբանությունը այն է, որ արտահանումը լինելու է հիմնական իրացման ծավալը։ Հասկանալի։ Այս ընթացքում անշուշտ դուք բազմաթիվ տնտեսական, կազմակերպական խնդիրների հետ եք գործ ունեցել։ Կցանկանայի դրանց մասին խոսեիք, օրինակ ինչ խոչընդոտներ են եղել, որոնք ըստ ձեզ պետք է իմանա նաև ապագայում հաջորդ շոկոլադի արտադրության զբաղողները, որ պետք է խուսափեն նրանցից։ Ինչին ուշադրություն կփորձենք դարձնել։ Ես խոսեմ իմ փորձից։ Հավանաբար ինքը ինչ որ չափով նաև նույնը կլինի կամ մնացած այլ նման գործարան կառուցողների հետ։ Հիմնական խնդիրները, որոնց հետ մենք առաջվել ենք, դա ինֆրաստրուկտուրան կառուցելու մեջ էր։ Գործարանը, որտեղ որ մենք գտնվում է եւ կառուցել ենք, հող գտնելն է բավականին դժվար ինձ թվում է։ Հողը մի կոնտրոլ ենք։ Այդ հողը մշակելուց հետո դու ամբողջ ինֆրաստրուկտուրա ես իրադարձում։ Երբ որ մենք խոսում ենք ինֆրաստրուկտուրա եւ գործարանի, մենք խոսում ենք ջրի, գազի, էլեկտրականության, որ դուք պատկերացնեք մեր գործարանում մենք ունենք 5 էլեկտրակայան, սկսած բարձրավոլտ էլեկտրակայանից, որը 35,000 վոլտը տրանսֆորմացնում է մինչև 400, то есть 10,000 եւ այլն, եւ իմիջիալոց այնտեղ ներդրումները, որ մենք այդ մասում արել ենք, իրանք շատ մեծ են։ Գնումները կատարվել լավագույն ընկերություններից Siemens, Schneider Electric, то есть դա էլեկտրականություն, գազ, ունենք գործարանում ունենք 4 կացելնա, կաթսայատուն եւ 1 շատ մեծ գոլոշի արտադրող կաթսայատուն։ Ջրի խազայստվանա շատ մեծ։ То есть ամբողջ այդ ինֆրաստրուկտուրան եղել է հիմնական բարդությունը։ Առաջացից կարող է թվալ, որ բարդությունը կայանալ է հոսքագծերի կամ սարքավորումների տեղադրումով, բայց ոչ։ То есть մեր պարագայում դա է եւ դուք նաև ասիք խորհրդի տեսքով իմ կարծիքով միակ խորհուրդը որ ես կարող եմ տալ դա պլանավորում է ինչքան հնարավոր է շուտ պլանավորել եւ հնարավոր բոլոր ռիսկերի համար միտիգացիոն ինչ որ պլաններ մշակել որ երբ որ սյուրպրիզներ չունենաս որտեղ սյուրպրիզները ամենաշատը լինում են հենց այդ տեղերից Դուք նաև այսպես գործում եք Հայաստանի օրենսդրության շրջանակներում եւ կառավարությունը ունի մի շարք նաև աջակցության ծրագրեր։ Օգտվում եք այդ աջակցության ծրագրերից եւ ինչի կարիք ունեք, որ ձեզ պետք է անի կառավարությունը այս բանը։ Այո, օգտվում ենք։ Վերջերս էկոնոմիկայի նախարարության ենթակառուցվածքների ծրագիր ունեն ենթակառուցվածքների կառուցման փոխհատուցման ծրագիր եւ եթե չեմ սխալվում մեր ընկերությունը ամենախոշոր պրոյեկտն է միջև հիմա այդ ծրագրի շրջանակներում ազնվության նման պետք է նշեմ որ աջակցությունը մենք զգում ենք ես որպես ընկերության
տնօրեն, զգում եմ բավականին ակտիվ է, կա դիալոգ պետության հետ։ Դա հիմնական կտորն է, որով ստացել ենք աջակցությունը, ապագայում իհարկե որպես խոշոր ներկրող, երկրորդ կտորը, որով հիմա բանակցությունները եւ դիալոգը շարունակում են եւ արդեն մոտենում ենք ֆինիշնի գծին, դա Մաքսատուրքի ազատումն է, այո, այնտեղ մի քանի կոմպոնենտ կա, Մաքսատուրք, NDS, որտեղ հումքը մտնելու է եւ շատ արագ պատրաստի արտադրության տեսքով դուրս է գալուց, օրինակ ԱՀ-ի հետ կապված հարցեր կան, то есть երկրորդ կոմպոնենտը դա է։ Այսինքն դուք ակնկալում եք ԱՀ հետաձգում արվի, այսպես ասած, ոչ, մենք նախկինում ունեինք նման օրենսդրություն, որ 2 տարի, նույնիսկ 3 տարի հնարավորություն կար NDS-ը չվճարել ավելացված արժեքի համար, հետո կամ ընդհանրապես օրինակ, եթե հումքը ներկրվում է եւ պատահարում է պատրաստի արտադրեմ, որ արտահանվի, չվճարել իրան սահմանի վրա, որտեղ միևնույնն է դու հետո 0% դրույքաչափում ես արտահանման մասով եւ ակտիվ քննարկում գնում է, то есть նորից իմ պրոգնոզը ամեն դեպքում եւ զգացողական մակարդակում բավականին դրական է։ Երրորդը, որը որ իմ կարծիքով մենք չենք լինելու ունիկալ, դա լոգիստիկայի մասով պետության աջակցությունը, այո, որ այդ խնդիրները թեկուզ նույն ԵԱՏՄ երկրների արտահանումը, որը գնում է Լարսի ճանապարհով եւ ձմեռը պարալիզացվում է։ Դա հունիս ամսին նույնպես, քանի որ արդեն սկսում է գյուղմթերքի արտահանումը, դա եւս մի գլխացավանք է։ Երրորդը, որը ես կարծում եմ, որ շուտով մենք ունենանք։ Ձեզ համար կարևոր է, որ լոգիստիկայի հարցով պետությունը հստակ առաջարկությունների փաթեթ ունենա կոնկրետ, ոչ միայն ձեզ, անշուշտ ամբողջ տնտեսության մակարդակը։ Այո, ես մի բան նշեմ, չեմ հիշում, եթե մենք դրա մասին խոսացինք, բայց ծավալների մասին, հա, որ օրական 200-ից 220 տոննա շոկոլադ եւ հրուշակեղենի արտադրություն, դա մոտավորապես 10-ից 15 բեռնատար է, հա, օրական։ Նման ծավալը, որպեսզի դու կարողանաս ապահովես, պետությունը պետք է ունենա լավ կամ adekvat, հա, լոգիստիկ կանալներ, այլապես դու խնդիր ես ունենալու, այլընտրանքային կանալներ, կարելի է ասել, մեկը չաշխատելու դեպքում մյուսը աշխատած։ Իսկ ձեր բիզնես պրոյեկտի շրջանակներում անշուշտ ամեն ինչ հնարավոր չի պլանավոր է։ Գնահատել եք ձեր ետգնման կապիտալ ներդրումների ետգնման ժամկետը քանի տարի հետո է լինելու։ Հա, երկը գնահատված է, ցավոք չեմ կարող դա նշել, հա, ինքը ներքին փաստաթուղթ է, որը բաժնետերերի եւ բորդի հետ է աշխատանքային փաստաթուղթ, բայց անկասկած եւ տրամաբանական սահմանների մեջ է, սպეციფიկ նաև Հայաստանի այս ռեգիոնին, բայց այո։ Դա շատ կարևոր, որտեղ այս ոլորտը կապիտալատար ոլորտ է, պետք է հասկանանք այդ ներդրումները ներդնելուց հետո հնարավոր է այն վերականգնել եւ վերել։ Ինչպես եք տեսնում այս ոլորտի զարգացումը առհասարակ 5 տարի հետո օրինակ։ Ոչ միայն ձեր կազմակերպության օրինակով, այլ Հայաստանի օրինակով, ասենք դուք տեսնում եք այդ հեռանկարը, որ 5 տարի հետո մենք կարող ենք համաշխարհային այսպես մակարդակում ինչ-որ դառնանք այսպես Բելգիայի նման երկիր շոկոլադը։ Դա անխուսափելի է։ Անխուսափելի է նախ մենք արդեն ունենք պիոներներ շուկայում, հա, որոնք որ հիմքեր որոշակի ստեղծել են եւ հայկական շոկոլադը ինքը հայտնի է։ Ինքը դեռ հայտնի չի միգուցե եվրոպական եւ միջին արևելյան երկրներում, բայց ԵԱՏՄ երկրներում, ներառած Ռուսաստանի Դաշնությունում հայկական շոկոլադը ճանաչում են։ Եվ մուլտիպլիկատիվ էֆեկտը, որը տալու է մեր տնտեսության, դուք ինքներդ նշեցիք, մեր տնտեսության, то есть ինչ է կատարում, մեր գործարանի շնորհիվ ներդրումը այս ոլորտում կրկնապատիկից ավել է լինելու, որը ստեղծելու է աշխատատեղերի այս ոլորտային սպეციფიկ աշխատատեղերի կրկնապատում առնվազն եւ իմ հույսը հետեւյալն է, որ 5 տարվա հորիզոն եւ գումա ավելի 5 տարուց սկսած եւ հորիզոնի մեջ հայկական Հայաստանում ստեղծված շոկոլադը եւ ասոցացված բոլոր հրուշակեղենի հետ պրոդուկտները
իրենք կապված են լինելու որակի հետ։ Եթե դու ուզում ես փորձել օրինակ լինես, չգիտեմ, Կանադայում, Միացյալ Նահանգներում որակյալ շոկոլադ, դա հայկական շոկոլադն է։ Լինես դու Ռուսաստանում, օրինակ Ռուսաստանում գիտեն մեր հայկական կոնյակը, հա։ Այո, բայց բրենդին դա հայկական ալկոհոլային խմիչքը չի։ Դուք իմ հաջորդ հարցը ստեյցիան հուշեցիք, այդ որակի հետ կապված խնդիրը, ստանդարտի հետ կապված խնդիրը ինչպես կարելի է լուծել, որ հայկական Made in Armenia շոկոլադը իրոք ունենա իր բարձր որակը, բրենդը, որ այնպես չստացվի, օրինակ Վելարը բավականին լուրջ գովազդ է անում, մտնում է միջազգային շուկա, հայտնվում են այլ հայկական կազմակերպություններ, որոնք կարող են իրեն շոկոլադի որակով գցեն այդ աշխատանքը կամ վնասեն այդ աշխատանքը։ Արդյոք այդտեղ այսպես պետական վերահսկողության կամ ստանդարտների անհրաժեշտություն չեք զգում։ Իմ կարծիքով դրա կարիքը չկա։ Շուկան կարգավորելու է դա։ Շոկոլադի ոլորտում կա տարբեր շոկոլադի սպառողներ։ Կան սպառողներ, որոնք գերադասում են բարձր որակի շոկոլադ եւ իրանք պատրաստ են վճարելու պրեմիումը դրա համար, եւ կան սպառողներ, որոնք որ միջին եւ ցածր որակի շոկոլադ են պատրաստ սպառել։ Գինը այսպես կկարգավորի որակը։ Ու երբ որ ես ասում եմ ցածր, ամենևին դա չի նշանակում վատը։ Դա ընդհանրապես նշանակում է օրինակ կակաոյի փոխարեն կակաոյի փոխարինող ինչ-որ կոմպոնենտների օգտագործում եւ իմիջիալից ասեն շատ խոշոր ընկերություններ եւ մեզ հայտնի, ես ուղղակի չեմ ուզում ասել, իրանք դա արդեն սկսել են օգտագործել, որտեվ 2-3 տարի առաջ սկսվեց կակաոյի կրիզիս, արժեքը բորսայում մինչև 4-5 անգամ բարձրացավ եւ դա տևում էր մոտ 8 ամիս, դուք պատկերացնում եք, չէ՞, որ ձեր ինքնարժեքի 55%-ը ունեցող կոմպոնենտը անգամներով բարձրանում է։ Ու դու գինը չես կարող նույն ձևով բարձրացնել, որովհետեւ կկորցնես իրացումները։ Եվ ինչ սկսեցին եվրոպական R&D կենտրոնները մշակել, իրանք սկսեցին ավելի էժան կոմպոնենտներ, հա, որոնք կակաո զամինիցներ են։ Հետևաբար ձեր ասածին, то есть նույնիսկ եթե Հայաստանից դուրս գա շոկոլադ, նախ ես խորը համոզմանք ունեմ, ու դա իմ անձնական փորձառությունն է, այն ապրանքը, եթե դա սննդի ոլորտին ավերաբերում, Հայաստանում ստեղծված սննդի յուրաքանչյուր ապրանք ունի բարձր որակ, ինքը լավն է, ինքը համով է։ Ես չգիտեմ ոնց է մեր մոտ ստացվում դա, բայց դա մեր մոտ լավ է ստացվում։ Բայց նույնիսկ եթե դա դուրս գա շուկա, ինքը ունենալու է իր սպառողին, ինքը կգտնի իր սպառողին, ինքը կգտնի իր գնային սեգմենտը, որտեղ որ ինքը օգտագործում է տերմինը խաղալու է։ Մենք այնտեղ չենք, Վելարը այդտեղ չի։ Վելար գրուպը բավականին հավակնոտ ծրագրի առջև է, այսպես կանգնած, ծրագիր է դրել իր համար։ Այդ ծրագիրը իրականացնելու համար անշուշտ այս փուլային մոտեցումը շատ ճիշտ, երկարատև, այսպես խելամիտ մոտեցում է, որ դրված է։ Այսպես հասկանանք նաև այս ծրագրին զուգահեռ դուք ինչ նոր պահանջներ եք ունենալ լոգիստիկայից բացի։ Օրինակ ենթակառուցվածքների տեսանկյունից, կադրերի տեսանկյունից դուք պլանավորել եք այդ մասշտաբները ավելացնելու դեպքում ինչ լրացուցիչ պահանջներ կա։ Կարող է միգուցե Երևանը ձեզ համար փոքր լինի կամ Երևանին փոքր լինի։ Այսինքն այդ աճը, մասշտաբը։ Այո, իհարկե, անկասկած։ Ուրեմն եկեք ես իմ տեսակետից սկսեմ, հայ, մոտակա 3 տարվա հորիզոնը, որի ես որպես տնօրեն ունեմ, դա գործարկել ամբողջ գործարանն է, հա, սկզբում նշում եմ մեր ինտերվյուում, որ մենք 4 ֆազա ունեմ եւ գործարկելու եւ 4-րդ ֆազային մենք հասնում ենք մոտավորապես 3-րդ տարվա ավարտին, դա մեր հիմնական ֆոկուսն է, իմ եւ իմ թիմի, մեր թիմի ընկերության։ 3 տարուց հետո երկրորդ մենք ինչ է ստացվում, մեր համար գործարկել գործարան, զուգահեռ գտնել սպառման շուկաներ, որտեղ մի կողմից դու ստեղծում ես ապրանք, արտադրանք, դու պետք է իրան սպառես։ То есть սպառման շուկաների գտնելը լինելու է հիմնական պրիորիտետներից մեկը, որտեղ գործարանը մոտավորապես 80-85%-ով արդեն պատրաստ է։ То есть երբ որ ես այդ 3 տարվա մասին խոսում եմ, դա այդ վերջի 20%-ն է, հա։ Հետևաբար ռեսուրսների ալոկացիան դեպի նոր սպառման շուկաներ գտնել եւ իրացնել արտադրված ապրանքը։ Դա երկրորդ ուղղությունն է։ Տարեկան օրական մոտ 10-12 մեքենա այսպես շոկոլադ է կազմում, դա բավականին լուրջ թիվ է։ Միջոց ասեմ, ես շոկոլադի շուկան միշտ աճում է։
մարդիկ միշտ պատրաստ են վճարել որակյալ կամ ուղղակի պարզապես շոկոլադի համար։ Եթե նայեք տրենդի վրա, նույնիսկ կրիզիսի տարիներին, երբ որ 3 տարի առաջ ես նշեցի, երբ որ իսկ օրինակ շահութաբերությունը միջինացված ունեք, դեռ միջազգային փորձից ելնելով։ Այո, այսպես է, gross profit margin համախառն շահույթը 35-ից 50%-ի միջակայքում է, նայած թե ինչ մասշտաբների ընկերություն է, զուտ շահութաբերությունը կամ գործառնական շահութաբերությունը 10-ից 15%-ի միջակայքում է բիզնեսում։ Եվ լավ ապրանքի համար կա միշտ գնորդ, շոկոլադի բիզնեսում այդպես է։ Ինչը որ նաև ցույց է տալիս, եթե նայեք կոկոյի գնի գրաֆիկի վրա, ինքն էլ է դա սպառումը կա մեծ պահանջարկ, եւ շատ ժամանակ չեն հասցնում, այո, չկա բավարար ապրանք կամ ֆերմերները չեն հասցնում հավաքել բերք բավարար։ Եվ վերադառնալու ձեր հարցին, ես նշեցի առաջի երկուսը, то есть առաջի ֆոկուսը դա գործարկել գործարանը, երկրորդը սպառման շուկաները, երրորդը լինելու մոտիկ source-ին կակաոյի, որը մեր համար պրիորիտետներից մեկն է։ Երբ որ ես ասում եմ լինել source-ին մոտիկ, ես խոսում եմ հենց որտեղից որ աճում է կակաոն։ Այսինքն միջնորդների միջոցով չէ, ձեր չբերեք, այլ ուղղակի։ Այո։ Գործարանը եւ ընկերությունը, որը ես իմ թիմը մենք կառուցում ենք, մենք ուզում ենք կառուցել մի ընկերություն, որը ամբողջական supply chain-ի վրա ունենա վերահսկողություն։ Սկսված հումքի ձեռբերումից մինչև պոլկայի վրա մեր ապրանքի հայտնվելը։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, Vela Group-ին ցանկանում եմ իրոք այս ծրագրի իրականացումը լինի։ Սա ոչ միայն ձեզ համար, այլ նաև Հայաստանի համար ռազմավարական նշանակության նախագիծ է եւ պետք է փորձել այն կյանքի կոչել հնարավորինս արագ, այսպես հնարավոր քիչ ռիսկերով։ Ցանկացած նախագիծ միանշանակ ունի իր ռիսկերը։ Մենք պետք է փորձենք նվազեցնել կամ կառավարենք այդ ռիսկերը միասին։ Անշուշտ այստեղ պետություն մասնավոր հատված համագործակցությունը առանցքային նշանակություն ունի եւ պատկան մարմինները միանշանակ հետևում են ձեր գործունեությանը եւ փորձեն օժանդակեն հնարավորինս։ Իսկ հանրային դաշտի մնում է ձեզ լուսաբանել, ներկայացնել սպառողներին, ինչպես Հայաստանի, այնպես էլ դրսի, որովհետեւ կարծում եմ կգա ժամանակը, որ ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում հայ սպառողը փնտրում է հայկական կոնյակ կամ հայկական գինի, կփնտրեն նաև Վելարի պրոդուկտը։ Հաջողություն եմ ձեզ մաղթում։ Ձեզ շնորհակալություն հրավերքի համար։ Սիրով։